Ես կարմիր վայրի վարդեր նախոստացավ ու հեռացավ Կյանքն ու պայտորվանից վայրի դարձավ ու բարկացավ Ճակատին գրված ուղին դու չես փոխի պիտի անցնես Քո ճամփին հազար փորձանք ու տառապան կտեսնես իմ հեքիաթ անավարտ երազում ես չեմ ուզում իմ պարտեզում քո անունով բացվեմ վարդեր սև թերթերով երազում քո հետքերով անմերժ վազում ու չեմ հասնում ախից սնված իմ երազին Ես այսօր երեկոյան անպայման խոսելու եմ հորդ հետ Բերա պատճառով Լսի դու մարդու մասին ես խոսում, այդ ոնց ես խոսում, այդ տղա Ես համոզված եմ, դու պապային ոչ շիվանել չես ասի Չեմ ասի, կասեմ թող իմանա, թե դու ոնց ես խոսում մեծերի հետ Լսի, հեռախոսս տուր ու վերջացնենք, հա ամեն ինչ Ես չեմ ուզում տանը խնդիրներ ունենալ Լավ հանգստացել է Ասա որտե ենք հանդիպում Ես արդեն ասեցի Լավ Ես կբերեմ հեռախոսդ Լավ, ուրեմն ոնց որ ասեցի դպրոցի մոտ, հա Ես դուրս կգամ կվերցնեմ ու ամեն ինչի մասին մոռանում ենք Սա ինչ հոտա Բարև տիկին Ինչ գործ ունես այստեղ, գնա այստեղից Լավ էլ տեղավորվել ես, հա ոնց որ մեքենա ունես, բիզնես ունես, տուն ունես, բիզնես լեծ ես դար է, հա արդեն Անկիս թող ինձ գնա Արի գնանք նստենք մի քիչ խոսանք Ասում եմ Բայց մոռացել ես ինձ, հա ոնց որ Բայց ոնց տեսնում եմ չէ Անենց հետք եմ թողել, որ լավ էլ հիշատակ է համար Գնա այստեղից անասում Մամ, ինչ արավ Մամ, ով ես մարդը Դե զանգի, չէ զում միտե զանգ ես ընկերներիդ, ոստիկանություն, բարեկամներիդ Մեկին զանգ է, ասեք ես նեղացնեմ Դա գնամ էր Մի վախեցի կգնա, հիմա կգնա Մի խապ երեխուն Պետքա վախենա Դու էլ պետքա վախենաս Գնամ էր տնից Գնա մեկ չկա Չես 10 օր մնաց Ուղիղ 10 օր Հետո գիտես ինչ կլինի
ուրախ չկա։ Ավտարյա, ինչ աստեղ վառվել։ Լավ, գոնե սալատները պատրաստել ես։ Սառույց կտանես, սենյակը, ես գնամ փոխվեմ։ Արի, ամեն ինչ շատ համեղ էր։ Դուք կերաք։ Իհարկե կերա, խնդրեմ նայել ափսեն։ Ոնց էր, գոհ էր։ Նորմալ։ Մի քիչ վախեցած, բայց ամեն ինչ լավ անցավ։ Իսկ դու ինչի ես մինչև հիմա այստեղ տուն չես գնացել։ Լիլիան ասեց, որ գնամ, բայց սեղանը հավաքեցի, ասեցի մաքրեմ նոր։ Հետո ուզում եի ձեզ տեսնել։ Դե լավ է, որ այդպես մի քիչ մնա։ Իսկ չեմ խանգարի ձեզ։ Ինչ ես ասում։ Հիմա ինձ համար ամենաուրախ բանը լավ զրուցակից ունենալն է։ Էն էլ քեզն եմ ան։ Ամեն ինչ լավ էր, նորմալ էր, Տիգրանը գոհ էր։ Ճիշտ ասած, պարոն Գնունին ոչ մի բան չասեց։ Բայց Լիլիան մտավ խոհանոց ու ասեց, որ ամեն ինչ լավ էր։ Դե որ Լիլիան ասեց, ահա տեսար, իսկ դու վախենում էիր։ Իսկ եթե դուք չլինեիք, եթե անգամ նման բան մտածեի չէի կարող անել, որտեղ հնարավորություն չէի ունենա։ Ես ուզում եմ ձեզանից շատ շնորհակալություն հայտնել։ Ուղղակի բառեր չեմ գտնում։ Դուք ինձ փրկեցիք այսօր։ Տիկինսեդա, ճիշտ ասած, շատ էի վախեցել։ Չեմ վախենում, որ ինձ գործից կհանեն։ Ուղղակի վախեցա, որ պարոն Գնունին իր գործընկերոջ մոտ կամաչի, անհարմար վիճակ կստեղծվի։ Ես գիտեմ։ Լավ, ես գնամ, համել աղբը տանեմ։ Դե գնա, ամեն ինչ լավ կլինի, մի մտածի։ Դե ես գնամ, աղջիկս կան հանգստանա։ Վաղ առավոտյան կզրուցենք, լավ։ Անպայման։ Առավոտյան հենց եկա, կգամ ձեզ մոտ։ Այ կսպասեմ։ Դե լավ, բարի գիշեր։ Ուշացողներին բյուրե չի հասնում։ Լավ կներես աղջիկս։ Չեմ ներում։ Նուշես։ Ինչի ուշացար, անհանգստանում էի։ Տեսնում ես, նորից տեղերով փոխվեցինք։ Ոնց ես։ Լավ եմ։ Հա, օրդ ոնց ես անցկացրել։ Ասեմ։ Դե ասա։ Ասեմ, բայց։ Դե ասա, ավայ։ Մամ, ինձ ուղարկում են դպրոցական օլիմպիադայի։ Տնօրենը ասաց, որ մենակ իմ վրա են հույս դնում։ Ճիշտ ես ասում։ Վայ ապրես, իմ աղջիկ։ Տեսնում ես, իզուր չէր, որ եկանք։ Ինձ թվում էր, թե այս դպրոցի առարկաները չես հասցնի,
Իսկ դու հասցրեցի արդեն տեսնում ես քեզ օլիմպիադայի են ուղարկում, վալես։ Ապրես։